Դարձյալ ողբերգական արյունահեղություն է Սիրիայում ալավիների, Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների եւ նոր իշխանությունների զինված կազմավորումների միջև բախումները երրորդ օրն է շարունակվում են։ Ըստ տարբեր մեկնաբանությունների ու աղբյուրների պատճառը Սիրիայի գործող նախագահ Ահմեդ Աշ-Շարայի զինված խմբավորումների կողմից տեղի բնակչության ահաբեկումն է։ Նոր իշխանությունների բռնաճնշումներից դժգոհ ապստամբները հայտարարել են ափամերձ շրջանում վահան ստեղծելու մասին։ Դիմադրության ուժերը ալավիներից բացի կոչ են արել նաև դրուզներին, շիա քրդերին միանալ իրենց պայքարին եւ հասնել Սիրիայի ներկայիս իշխանությունների հեռացմանը։ Իշխանությունները իրենց հերթին լրացուցիչ ուժեր են ուղարկել նահանգ ապստամբությունը ճնշելու համար։ Երկրի տարբեր մասերից Աշ-Շարայի մարտիկներին օգնության են մեկնել զինյալ ջոկատներ, այդ թվում թուրքամետ կազմավորումներից։ Արյունալի մարտերը գիշեր թե ցերեկ շարունակվում են առանց դադարի։ Ներհասարակական գժտություններ են, որովհետև ալավիները դժգոհ են իրենց կարգավիճակից, նախկինում իրենք ատոնյալ դաս էին, հիմա իրավիճակը փոխվել է եւ իրենք էլի դարձել են ճշտված խաղ ինչ-որ առումով, փորձում են ապստամբել, ինչ-որ բաներից դժգոհ են, իսկ կառավարական ուժերը շատ, այսպես ասեմ, դաժան կերպով այդ ճնշումները, այդ ապստամբությունը, այդ խռովությունները ճնշում են։ Սոցիալական ցանցերում նաև հաղորդվում է, որ Սիրիայի նոր իշխանությունների զինված խմբավորումները Լաթաքիայի Ալ-Մուխտարիա գյուղի խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ են կազմակերպել։ Թեև Սիրիայի նոր իշխանությունները զորակցություն էին հայտնել երկրի էթնիկ եւ կրոնական այլ ուղղությունների ներկայացուցիչներին, սակայն տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Բաշար Ասադի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կրոնական փոքրամասնությունները Սիրիայի տարբեր մասերում ենթարկվում են հարձակումների եւ հալածանքների։ Լաթաքիայում կառավարական անվտանգության ուժերի եւ Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ալ-Ասադին հավատարիմ զինյալների միջև կատաղի բախումները վերջին 24 ժամվա ընթացքում 130 մարդու կյանք են խլել։ Ըստ էության սա օրենքի տոտալ վերահսկողության բացակայության ու ուժի գերակայության ամենաթողության հերթական դրսևորումն է, որին դեռ չեն շտապում խառնվել արտաքին ուժերը։ Կարող է լինել, բայց առայժմ դրա նախադրյալները չկան։ Փոքրամասնություն լինելով իրենք մշտապես ճնշել են մեծամասնությանը, սունիներին, սունի արաբներին։ Եվ հիմա իրենք առանձնապես տենց դաշնակիցներ չունեն, ասենք։ Օրինակ դրուզների դեպքում Իսրայելը հայտարարում է, որ եթե Սիրիայի նոր իշխանությունները դրուզներին ճնշեն, իրենք կմատնեն Սիրիա, կպաշտպանեն դրուզներին եւ այլն եւ այլն։ Ալավիների դեպքում դա չկա։ 5.5 տասնամյակ Սիրիան կառավարած փոքրամասնությունն այսօր դժգոհ է իր կարգավիճակից, իշխանության գործողություններն էլ սաստող չկա։ Որքան կշարունակվի այս դեպքում այս տխուր ու ծանր հակամարտությունը, փորձագետները չեն շտապում միանշանակ կանխատեսումներ անել։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։